երկս մերժվի հայացքս առեն ծովի սիրո ալիքներում խետ սպասեմ ամպերի հովի արի նազով արի կանանովի հետ արի կանաշխոտի հետ արի կանանովի հետ արի կանաշխոտի հետ արի կարոտել եմ սերս մի մարի եկել եմ նորից գնալ վարար եգանան հետը ամեն ինչ թող կեզ մնա թող վարար հնչի երկս արի նազով կանանովի հետ արի կանաշխոտի հետ արի կանանովի հետ արի կանաշխոտի հետ արի կարոտել եմ սերս մի մարի կանանովի հետ արի կանաշխոտի հետ արի կանանովի հետ արի կանաշխոտի հետ արի կարոտել եմ սերս մի մարի Միշտ պոզիտիվ, նո, շիկ, ողջույն։ Ողջույն։ Արի, երկի մասն ենք խոսելու։ Եկա դե ասա։ Եկա Գրիշ։ Երկի մասն պատմի, այո, բայ։ Նախ ուզում եմ ասեմ, որ իմ կարծիքով Արիարին հայկական էստրադայի լավագույն գոհարներից է, այսպես ասած, որովհետև իրոք եմ մանկուց սիրել եմ այս երգը ու կարելի ասել լիքը մտածել եմ նրա մասին, որ ինչ լավ կլիներ, մի լավ առիթ լիներ երգեի, հա, իսկապես։ Ցանկություն եղել։ Հա, ցանկություն միշտ եղել է, ինչ որ առիթ չի եղել, որ ճիշտ պահ չի եղել, որ երգեմ, ու այս են ամենասիրուն առիթներ։ Ուզում եմ խոսեմ Արամ Ավագյանի մասին, թե ինչքան շատ եմ իրան սիրում, ճանաչում եմ ու շատ ուրախ եմ, որ իրան նվիրված օր ունեցանք առաջին ստուդիայում, իմ համար շատ սիրուն հաղորդում ստացվեց ու Արին արդեն շատ շնորհակալ եմ Արտուրին, որովհետև ինձ համար, մենք թվում գիտենք ես այդ ոճը ինչքան շատ եմ սիրում, ավելի էլեկտրոնային մոտեցում ենք տվել երգին ու Արտուրը բարիս բուն իմաստով անակնկալ արեց ինձ, առաջին անգամ որ ցույց տվեց գործիքավորումը, թռնում էի կանգնածս տեղը, որովհետև շատ իմ ճաշակով է ու իմ հուզածով էր, որ իմ հուզածով էր ու ճիշտն ասած չէի սպասում, ես վստահ գիտեմ, որ Արտուրը միշտ էլ ուզում է ինձ ուրախացնի, բայց չէի սպասում, որ հենց այս այդ դեպքն էր լինելու, բարիս բուն իմաստով կոնկրետ զարմացել եմ։ Արի երգի մասին ենք խոսում այս պահին։ Երկու երգ կար, որը որ շատ մեծ էր ցանկությունը կատարելու Արամ Ավագյանից, որովհետև Արամ Ավագյանը իրականում շատ գեղեցիկ երգեր ունի։
մի երկը դու ես իմ հոգին էր, որ մտածում էինք ու Արտուրին ասենք, որ դու ես իմ հոգին կամ արին, բայց իրականում Արտուր ասեց, որ նույնպես Սյուզին էլ Մելքոնյան մեր շատ տաղանդավոր ընկերը ցանկություն էր հայտնել դու ես իմ հոգին երգելու ու մեզ թվաց, որ իրականում արին շատ ավելի մեզանական է, իսկ դու ես իմ հոգին շատ գեղեցիկ կլինի, որ երգի Սյուզաննա Մելքոնյանը ու հենց այդպես էլ եղավ։ Բայց կարամ ասեմ, որ առաջին օրը երբ որ ստուդիայում ես ու Անուշիկը սենց քթի տակ փորձում էինք երգը, այսինքն փորձում էինք հասկանալ մերն է երգը թե չէ, ճիշտ ընտրություն ենք կատարել թե չէ, երգում էինք ու սենց ամեն ինչ շատ մեղեդային էր, շատ նուրբ էր, շատ այդ պատկերացում ունենք։ Մեզ թվում էր, որ երգը մաքսիմալ սենց եթերային է լինելու ու երբ որ ստուդիայում ենք Արտուրին ասենք արտիստ ինչ ես պատկերացնում էլի ինչ է լինելու, սենց այդ ես երգի գործիքավորումը արդեն արել է։ Ես Անուշիկը զարմացանք, ասենք ոնց, ասեց հիմա դնեմ լսեք։ Արամ Ավագյանի երգը Լիլիթ Կարապետյանի կատարմամբ ստեղ ոնց ընտրությունը ումներ, ոնց որոշեցիք։ Քանզի մենք շատ շուտ որոշել էինք, որ տանգո երգը պետք է լինի մեր երգացանկում։ Սրփուկը։ Այո։ Կատարեց։ Սկզբում հենց այդ է, որ ես Լիլիթի հետ խոսացել էի, ասում էի արի համագործակցենք հենց այդ երգով։ Հետո Վահակը խելքի գցեց, ասեց տղեկ հետաքրքիր է, երբ որ արտիստը կատարում է ուրիշի երգը։ Գործիքավորումը արդեն կար, ասեց դե էս էլ դե սրփուկը ինձ թվում է ամենալավը կկատարի, ասի լավ։ Զանգեցի Լիլիթին, ասեցի դե Արամ Ավագյանի ծրագիր ունենք, այդտեղ հաստատ լավ երգեր կան։ Մի հատ արի հասկանանք որ, ասեց ինձ տու 1 ժամ ժամանակ, ես կասեմ որն եմ երգում, ուղարկես չեմ թողնի երգը։ Ինձ թվում է ավելի ճիշտ ընտրություն Լիլիթի դեպքում Արամ Ավագյանի ծրագրից կարող է միգուցե ունենանք, բայց շատ ուրախ եմ, որ հենց այս երգը ընտրվեց։ Ինքը կատարեց այլ կերպ։ Արամը 2001 թվականին, երբ թողարկում էր այս երգը, հենց ինքն էր կատարում առաջինը, Մուրզոն էլ գործիքավորումներ անել, շատ հրաշալի ստեղծագործություն, հրաշալի գործիքավորում, ու ուզում եմ, որ Լիլիթի կատարումն էլ մարդիկ լսեն ու հասկանան, որ երբ որ մարդ սիրում է ինչ-որ ստեղծագործություն, մտնում է այդ ստեղծագործության տրամաբանության մեջ, իրանով է դարձնում դա հենց Լիլիթի դեպքն է։ Սկսում ենք, պատրաստ։ Լիլիթ Կարապետյան։ Ողջույն։ Ողջույն։ Ոնց ես։ Հրաշալի, քանի որ գտնվում եմ քեզ մոտ։ Բարի գալուստ, առաջին ստուդիա։ Շնորհակալ եմ, Գրիստիան։ Ասի մի անգամից հետ արի բամբասենք էլի մի քիչ։ Կամի Ֆրենցի հետ ոնց էր հեշտ էր թե բարդ։ Անչափ հեշտ էր, քանի որ մինչ համագործակցությունը արդեն ընկերներ ենք, որը մեծ նշանակություն ունի, բայց երբեմն լինում է, որ մարդիկ ընկերներ են լինում, բայց աշխատանքի մեջ միմյանց չեն հասկանում, այսինքն տարաձայնություններ են լինում։ Փառք Աստծո, մեր մեջ նման խնդիր չառաջացավ եւ Հարապես չկար տարաձայնություն։ Ընդհանրապես եզակի դեպքերից էր, որ ոնց մտածել են, ինչ ուղղություն տրվել է, ոնց այդ ամեն ինչը սարքել են, ամենը իմ սրտով էր։ Նույնիսկ փոքրիկ ինչ-որ մի այսպես բան, որ ուզում ես, չէ, ինչ-որ մի թեթև մի բան, այո, չկար տենց բան։ Ոչինչ չկար։ Գործիքավորումը հավանեցիր։ Շատ հավանեցի եւ առհասարակ երգեր կան, որ ես ինքս արդեն շատ երկար ժամանակ ես ասպարեզում եմ, շատ փոփոխության չեմ ուզի, որ ենթարկվեն, որովհետև այդ երգերը դրա պատճառով կկորցնեն իրենց մեղեդայնությունը եւ հենց մեր ընտրած, ինձ համար ընտրած երգը այդ եզակի երգերից են։ Լսի առաջին անգամ ես առաջին ստուդիայում, ինձ հետաքրքիր այ զգացմունքներիդ մասին պատմես, ոնց է մեզ մոտ։ Զգացմունքները, Գրիշ ջան, ինձ թվում է մեր են տարիների բոլոր մարդիկ կապ չունի դա համերգ է, հարցազրույց է, ինչ-որ նկարահանում է, մենք մեզանից անկախ այդ անհանգստությունը միշտ ունենում ենք, բայց այդ անհանգստությունը հաճելի է, նախ որ ես հիմա այստեղ եմ գտնվում հենց քեզ հետ, արդեն իսկ ամեն ինչ շատ հաճելի է եւ հարմար է եւ ամենը իմ սրտով է եւ պիտի բավականություն ստանանք, կարծում եմ, մի քիչ թող անպագորգոր չթվա, վստահ եմ,
որ բոլորը պիտի մեր համագործակցությունից բավականություն ստանան։ Երբ որ քո երգերը կատարում են ուրիշ արտիստներ, շատ ոնց ես վերաբերվում։ Կանոնակ այդ ոճը պարտադիր ինչ-որ գիծ, որը բնորոշակ ես ուզում ես տեսնել եւ դա պարտադիր, չգիտեմ, գուցե պետք է լինի, թե շատ չես մեղադրում, եթե ինքը գուցե լրիվ ամբողջովին փոխի եւ իր ձևով երգի։ Ցավոտ ես վերաբերում դրան, թե տենց առանձնապես չէ։ Ցավոտ չեմ այդ ամենին նայում, բայց այսքան ժամանակ ինչքան թողներ են մյուսները, ովքեր որ էլի կատարել են իմ երգերը, այսքան ժամանակ Սրփուկը միակ երգչուհին էր, որ իր կատարումը ինձ շատ դուր եկավ։ Դա կապ չունի, որ ես իրեն շատ եմ սիրում ու միշտ գնահատել եմ իրեն, դա դրա հետ կապ չունի։ Ես դեմ եմ, երբ մեղեդային երգ է, այնպես են փոխում, վերամշակում, թեկուզ երգելավոճը, այնպես է լինում, որ այդ երգի քնքշությունը կորչում է։ Ես դրան դեմ եմ։ Այսինքն բոլորս ես այսքան ձայն չունեմ, ունեմ փոքր ձայն, սակայն այդ ձայնը կարողանում եմ յուրովին այնպես ներկայացնել, որ մարդկանց սրտերում տեղ է գտնում։ Եվ արդեն որ մարդկանց ականջին դա նստած է ու երգն էլ շատ քնքուշ երգ է, ես կարծում եմ այդ երգին անզգույշ մոտեցում ցույց տալ ոչ ոք իրավունք չունի։ Բաներ կա չի կարելի խախտել։ Իհարկե։ Ինչ կմաղթես մեզ առաջին ստուդիային, Արտուրին, Կամի Ֆրենցին, մեզ։ Մի բան էլ հիշեցի, որ երգում շրթ հարմոնը ինձ շատ է դուր եկել, բառը մի քիչ դժվարանում եմ ասել։ Այսպես, այո, շատ մեղեդին եւ արհեստավարժորեն էր նվագած դուրս շատ է եկել, անպայման ուզում էի շեշտել, իսկ կմաղթեմ, որ հիմա շատ քիչ կան որակով հաղորդումներ, հաղորդաշարեր, ամեն ինչ խեղաթյուրվել է, նույնը երգիչների մեջ է, ինչ որ այսպես վատ շրջան ենք ապրում, չգիտենք ինչքան կլինի, եւ ես մաղթում եմ ցանկացած ստացված, որակով, զարգացած, ճաշակով պրոյեկտ ունենա երկարակեցություն։ Երկրպագուները շատ արագ տեմպերով էլ ավելի շատանան։ Մեր ասպարեզի մարդիկ, եթե դա երաժշտական հաղորդում է, մեր ասպարեզի մարդիկ շատ սիրեն, գովաբանեն, որը ամոթ չէ, կապ չունի իրենք հյուր են այնտեղ եղել, թե ոչ, միշտ փառաբանեն, փայփայեն, որպեսզի այդ ամեն ինչը ապահովեն։ Առաջին իսկ հաղորդումից ես ցանկացել եմ, որ ես նույնպես հյուր լինեմ եւ կատարեմ, քանի որ հայ հեղինակներից ուրիշներին պատկանող երգերից ես առհասարակ չեմ երգում։ Ես երգում եմ հայալեզու միայն իմ երգերը, որոնք ինձ են պատկանում եւ արդեն տարբեր ազգերի երգեր։ Այնքան է ինձ գրավել այս պրոյեկտը, որ ես ցանկացել եմ լինել հյուր։ Ես շատ ուրախ եմ, որ ես էլ եկա եւ կարծում եմ, որ իմ կատարմամբ մարդկանց կբավարարեմ, կհիացնեմ եւ կասեն եւս մեկ հրաշալի կատարում Կամի Ֆրենցի մտահղացմամբ։ Ուր փնտրեմ էլ տեղ չկա, առանց քեզ էլ չեմ կարող, քեզ գտնելու հույս չկա։
Մայրիկ երգի մասին խոսենք, Մաշա Մնջոյանն է երգել։ Նախ անակնկալ էր, երբ որ Շատ այնց բան երգա, չէ, շատ էմոցիաները դե հուզմունքը sense գալիս։ անակնկալ էր, երբ որ իմացանք, որ Արամ Ավագյանն է հեղինակը, որովհետև երբ որ մտանք իր օֆիցիալ edge YouTube-ի ու տեսանք, որ ինքը ներբեռնած ունի այդ երգերը նայում ենք, չենք հավատում, մեկը մյուսից հիթային երգ, մեկը մյուսից ճանաչված երգ, այդ ժամանակահատվածի, ու որ տեսա մայրիկը կա, ասի ժողովուրդ, Այսինքն դու չգիտեր որ ես գրված։ անկեղծ ասեմ, տեղյակ չէի, որ Արամ Ավագյանի երգերից էր, ասի ժողովուրդ չի կարա այս երգը չլինի, չի կարա, ինձ էլի այս փուլում էլ մեզ օգնության միշտ հասած Վիգենը Ահարոնյանը իմ շատ լավ ընկեր երգիչ իր հետ այդ խորհրդակցեցինք ու արդեն ուզում ենք հասկանանք թե ով պետքա կատարի դե արդեն կար Արին Անուշիկյանք Սյուզին դու ես իմ հոգին Սյուզաննա Մելքոնյանը դու ես իմ հոգին Մայրիկը որոշեց Լիլիթ Կարապետյանը չեմ թողնի հա մայրիկը պետքա հասկանանք բախներս բերեց հայկական իրականություն է վերադարձել Մաշա Մնջյանը ում կարիքը մենք կարծում եմ շատ ունենք մեր երաժշտական ասպարեզում որովհետև այդ տեսակ հզորագույն ձայնը Ավստրալիայում իհարկե շատ հրաշալի պայմաններում աշխատում եւ ապրելակերպ էր արդեն ստեղծել իրեն, բայց Մաշա ջան մենք էլ ենք մարդ հայկական երաժշտարվեստը ունի քո նման ձայների կարիքը ու շատ շնորհակալ եմ որ մենք կարողացանք ասում եմ շատ շնորհակալ որ մենք կարողացանք մեր այս թողարկումների ընթացքում այն տեսակ մարդկանց ներգրավել մեր շուրջը, մեր ընկերներին, ովքեր որ արժանվույնս կներկայացնեն այդ երգերը։ Հաստատ, այո։ Դե Մաշան էլ իհարկե հրաշալի կատարեց, Իրան էլ էի մի փոքր արդեն այնտեղ մի հատ երրորդ ֆորմայի ավելացրել երգին, որը երգի հատվածից է, բայց մեղեդային գիծը ավելի կուլմինացիոն, ինքը հաճում է, բերում հասցնում է, դրաման կայանում է այդտեղ ինձ համար։ Դե Մաշան էլ իհարկե գեր կատարեց իր առաջ դրված խնդիրը ու հրաշալի ներկայացրեց երգը։ Մաշային դիմավորեք ժողովրդը։ Բարև ձեզ։ Մաշա Մնջոյանն է առաջին ստուդիայի հյուրը, ողջույն եւ բարի գալուստ առաջին ստուդիա։ Ողջույն Կրիշա։ Շատ սպասում եմ այս հրավերին եւ անչափ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ։ Մենք էլ շատ Մայրիկ երգի մասին ենք խոսելու, կատարել ես Արամ Ավագյանի Մայրիկ երգը շատ հուզիչ ու ինքը տարիներ շարունակ շատ սիրած երգ է, բայց նաև իհարկե շատ հուզիչ։ Էմոցիաների մասին խնդրում եմ պատմես ինչ էր կատարվում ստուդիայում։ Մինչդեռ ստուդիա հասնելը ասեմ, որ անչափ սիրել եմ այս երգը, դեռևս տարիներ առաջ, երբ առաջին անգամ լսեցինք եթերով Քրիստինե Պեպելյանի կատարմամբ Արամ Ավագյանի այս հիասքանչ ստեղծագործությունը, կարծես թվում էր, որ ծնողների մասին երգերը էստրադային ժանրում այդքան էլ շատ հուզումնական չեն ներկայացվում, քան եղել են շատ վաղուց մեր լսած եւ սովորած երգերը, բայց ասեմ, որ Արամ Ավագյան եւ իհարկե դա թիմային աշխատանք է, ես միշտ համարում եմ, որ երգը ստեղծվում է, այո, դա հրաշքի նման մի բան է, որ ստեղծվում է, հետո հրաշքի նման երկրորդ բանն է, որ դու գտնում ես ճիշտ կատարող եւ թիմ, ովքեր ներկայացնում են այդ ստեղծագործությունը եւ այդ ժամանակ դա եղել է շատ գեղեցիկ իմ կարծիքով համագործակցություն եւ բոլորս ենք շատ սիրել, ընդ որում եւ ես որպես հանդիսատես։ Իսկ հիմա երբ ստացա առաջարկը առաջին ստուդիայի եւ իմացա, որ անդրադառնում եք իմ շատ սիրելի կոմպոզիտոր Արամ Ավագյանին, ում հետ ես անձամբ ծանոթ եմ եւ բախտ եմ ունեցել արդեն կատարել երգեր եւ ստեղծագործել նույնպես, կատարելու ենք նրա Մայրիկ երգը։ Ես հարցեր բացարձակ Արտուրին չեմ տվել։ Այդ նրանից է, որովհետև արդեն տարիներ շարունակ ես տեսել եմ իր եւ ճաշակը, եւ պրոֆեսիոնալիզմը, եւ իր գաղափարը երաժշտության ոլորտում եւ իր հասկացողությունը եւ երաժիշտների եւ երգիչների։ Այդ իսկ պատճառով բացարձակ ոչ մի հարց չեմ տվել, չնայած որ արդեն իսկ անչափ սիրում եմ այդ երգը ու հարց չէր կարող լինել։ Ու շատ մեծ վստահությամբ գնացել եմ ստուդիա իմանալով, որ հիմա այն ինչ որ ես լսելու եմ ու այն ինչ որ կատարվելու է, այն ինչ մենք պետք է ստանանք այս երգից, դա միանշանակ լինելու է իմ սրտով եւ շատ գեղեցիկ մի բան։ Միանգամից քո սրտով էր հենց այն ինչ որ լսեցիր։ Այո, կարող եմ ասել այո ու ինչպես արդեն
նշեցի կադրից դուրս շատ հուզական մթնոլորտ էր ստուդիայում, երբ առաջին անգամ լսեցինք երգը, փորձեցինք մի քիչ երգել, հասկանալ արդյոք մեր մտահղացումները եւ ճաշակները այս երգի վերաբերյալ նույնն են ու ամենակարևորը գիտեք նաեւ գնահատում եմ երաժշտություն ստեղծողների հատկապես Արտուրի հասկացողությունը եւ գաղափարը թե ոնց է կարողանում հասկանալ եւ տեսնել եւ լսել թե ինչ կարող է ստանալ երգից, ինչ կարող է պեղել երաժշտից, ինչ կարող է կորցել երգչուց կամ երգչից ու ստանալ մի հատ ստեղծագործություն, որը եւ ճաշակով է, եւ ժամանակակից է, եւ ունի մեր լսած լսարանից եւ լսադարանից բառեր եմ նոր հորինում հայերենով, բայց ուզում եմ ամբողջովին ասել այն միտքը, ինչ ուզում եմ փոխանցել ձեզ, այն ամեն ինչը, ինչ մենք տարիներ շարունակ լսել ենք, նորը միացնելով, սինթեզելով շատ սիրուն երաժշտությունով եւ սաունդներով ու ներկայացնել հանրությանը, որը ես անչափ ուրախ եմ, որ շատ-շատ սիրվել է լսարանի կողմից։ Ու դա շատ ակնհայտ է, որովհետև արդեն շարունակվում է ինչքան ժամանակ է ձեր եթերը, որի համար անչափ ուրախ եմ։ Ես որպես հանդիսատես եմ արդեն սա ասում, ոչ թե։ Այ հաջորդ հարց հենց դրան է վերաբերում։ Փաստորեն նայում ես մեր Անպայման։ Ամենասկզբից իհարկե նայում ենք, որովհետև առաջին անգամ Հայաստանում այսպիսի նախագիծ է լինում իմ ընկերների եւ իմ շատ տաղանդավոր ընկերների համար, որովհետեւ բոլորն ընդգրված են այս նախագծի մեջ ու իրենք տաղանդավոր են անխոս, բայց հետո առաջին անգամ երբ նայեցի, ես զգացի, որ այս ընկերների համար պետք չի նայել, այս որակի համար է պետք նայել, որովհետեւ բացի ընկերներ լինելուց բոլորը շատ տաղանդավոր են եւ որակյալ են։ Ու այո, ես դեռևս Ավստրալիայում, երբ առաջին սեզոնը արդեն թողարկվեց, ես ամեն անգամ իհարկե նայում էի շատ մեծ հետաքրքրությամբ եւ բացահայտումներով, որովհետեւ ամեն անգամ դու իմանալով, որ այս X արտիստը ինքը տարիներ շարունակ իր գործունեությունով զբաղվել է, շատ գեղեցիկ երգեր է թողարկել, բայց հանդես է գալիս առաջին ստուդիայում լրիվ ուրիշ մարդ։ Լրիվ ուրիշ նույն երգերով, բայց լրիվ ուրիշ երգերով։ Ու դա ինձ համար եւս որպես երգչի շատ հետաքրքիր էր ամեն անգամ նայել, տեսնել հիմա ինչ են անելու, հիմա ինչ պետք է բացահայտեմ ու այո, պատասխանն է այո։ Նայում եմ։ Պատասխանը այո։ Իսկ սիրված ծրագիրը կամ չգիտեմ, երգը որևիցե կատարում կարող ես նշել։ Հիշում եմ, որ շատ սիրել եմ Թաթայի թողարկումը, որովհետև նախ Թաթային եմ սիրում, հետո իր բոլոր երգերի տակ ենք բոլորս մեծացել, հատկապես իմ սերունդը ինձ թվում է ծնունդ, կնունք, բայց նորից կրկնելով իմ նախորդ միտքը, որ երբ նայեցի հաղորդումը, այն բոլոր երգերը, որոնք մենք գիտեինք, որոնց տակ մենք մեծացել ենք, լիովին ուրիշ հնչողություն էին ստացել նախագծի ընթացքում եւ շատ-շատ սիրեցի նույնպես։ Իհարկե, նաեւ շատ սիրելի թողարկում եղել է Հայկոյինը, Հայկոյի երգերով։ Հիմա հատուկ չասեմ, բոլոր երգերն եմ շատ սիրում եմ իր երգերը ու ոնց էլ նվագվի, ոնց էլ երգվի, միևնույնն է այդ հոգին հայկոյական հայկական, լավ ասեցիր։ Մաշ, որտեղ ես քեզ ավելի լիարժեք հավես զգում, բեմում թե ստուդիայում։ Ճիշտը որ ասեմ, ես ստուդիայում ինձ երբեք լավ չեմ զգում։ Լուրջ։ Մթնոլորտը լավ եմ զգում, բայց իմ ձայնը ձայնագրած տարբերակով ոնց որ լիմիտավորվում է։ Ես ինձ ավելի լայվ եմ զգում։ Ավելի կենթանի եմ ինձ զգում։ Իրականում եւ շատ եմ լսել տարբեր եւ համաշխարհային եւ միջազգային երգիչ-երգչիներից, ովքեր իրենք ստուդիայում այդքան էլ իրանց լիարժեք չեն զգում։ Կոմֆորտի մասին չէ խոսքը, ես շատ կոմֆորտ եմ, որովհետեւ այն ում հետ աշխատում եմ, եթե ես իրանց հետ լավ չզգամ ստուդիայում, հաստատ չեմ աշխատի։ Հատկապես Արտուրեն ստուդիայի մասին խոսք չկա, որովհետեւ իրար հասկանում ենք բոլորս։ Բայց ես ինձ լայվ միևնույն է շատ ուրիշ կերպ եմ զգում։ Մեր նախագծի մեջ օրինակ քեզ համար որն ամենակարևոր բանը։ Որ կնշես, կասես։ Արժեք ստեղծելը։ Որն արդեն բավականին երկար ժամանակ է ստեղծվում է։ Ու ես ուզում եմ շնորհավորել բոլորին դրա համար։ Լուսավոր հուշեր, մի կապույտ գիշեր,
Հեռացած օրոր ու տակուկ ձեռքեր հայացքով անուշ ինձ շոյող աչքեր ու կարոտ դարձած մանկության օրեր ուր էլ գնամ դու ինձ հետ արի դու իմ միակ իմ արթուն բերի իմ միակ մայր իմ բարի քեզ սիրում եմ անկին իմ մայրիկ լույսը քո անհուն աչքերում
Էսե Արամինա ծրագիրը նվիրված, արի առիթը բաց չթողնենք Արամին էլ ողջուներ Այո, մեր առաջին ողջույնները։ ստուդիայից ուղարկենք ու ասենք շնորհակալություն, որ սենց զիլ գործեր է ստեղծել ու առիթ է հանդիսացել քո սիրուն երգերը այսօր այսենց cover-ի տեսքով զիլ երգչուհիներով Ես շատ շնորհակալ եմ, որ այո, Արամ ջան մենք ունենք հայկական իրականության մեջ Արամ Ավագյան, ով մեզ ուղակի նվիրել է գլուխգործոցներ, որոնք դեռ երկար տարիներ ապրելու են ու հիշվելու են։ Դու ես իմ հոգին, ինչ եւ ով որոշում կայացրեց, էլի դու Երբ Սյուզի հետ քննարկում ենք երգերը, ինքը ուղարկեց դու ես իմ հոգին եւ չեմ թողնին, եթե չեմ սխալվում, Քրիստինե Պեպելյանի կատարմամբ։ Ես առաջին հայացքից, երբ որ նայեց վերհիշեցի երգերը, ասացի Սյուզ, ինձ թվում է ամենաշատը կսազի չեմ թողնի երգը, քո էներգետիկայով բանով տես կարանք լավ։ Ինչ-որ տես ռոքային վանտանք, որ դու լիարժեք ներկայացնես քո ձայնը, ասեց արդ երկուսից է որը ընտրես, ես երկուսն էլ պատրաստ եմ երգել, ասի շատ լավ։ Այդ ժամանակ դեռ որոշել ենք, որ դու ես իմ հոգին կարող է լինի Ռոբի Անուշիկի կատարմամբ, բայց հարցական էր, ուզում էինք հասկանանք, արի, թե դու ես իմ հոգին։ Ու երբ որ արի վրա կանգնեցինք Ռոբենց հետ կապված, ես դու ես իմ հոգի երգին մի հատ ուրիշ հայացքով նայեցի ու պատկերացրեցի, որ Սյուզաննա Մելքոնյանը պետքա մեր մոտ ներկայանա հենց այդ երգով, հենց այդ քնքշությունը պետքա արդեն մենք լսենք իր ձայնի, որովհետև Սյուզին մենք միշտ լսում ենք փառահեղ, բարձր նոտաներ, առանց որևէ մի ինտոնացիոն կախ կամ բարձր լինելու իդեալական կատարում։ Ու ես հասկացա, որ այս երգը հենց այն երգն է, որտեղ որ մենք կարող ենք շատ խորը մտնել, խորազոզվել Սյուզի հոգու մեջ ու ինքը այդպես էլ կատարեց երգը ու ես շատ շնորհակալ եմ իրեն, որ ինքը վստահեց ինձ եւ առաջի անգամ փորձում էր երգը, ասես փշակաղվում էի, որտեվ ինքը լիարժեք ուղակի հասկացել էր ինչ պետքա երգի։ Մի անգամից հասկացել էր, արդեն մտածած եկել էր այդ կուլմինացիոն հատվածները ոնց կարելի է երգել բան, հետո իրար հետ իհարկե այդ ամբողջ process-ը անցնելուց նոր գաղափարներ են ստեղծվում, արի այստեղ էս գիծը անենք, այս մեղեդին անենք, ավելացնենք, այս всё, վերջում լսելուց արդեն ուղարկեցի Սյուզին, ճանապարհեցի 5 րոպե անցած ինձ բաներ նամակ էր ուղարկե Արդ շնորհակալ եմ որ դու կարացար իմ մեջից էսի հանես, որովհետև ասում էր արդ sense դժվար ես չեմ ձայնագրվել ոչ մի երգ, մանավանդ որ ասում է ընդհանուր առմամբ շատ վոկալային ինչ որ բան չկա այստեղ ցույց տալու, բայց շատ դժվար է ու հենց այդ է որ Սյուզաննային մենք միշտ լսել ենք այդ մեծ նոտաների մեջ, իսկ այստեղ իր հոգին է ավելի շատ երգում ու խոսում, այո։ Այսինքն սիրուն տաղավար ունենք դուք։ Հաստատ էկրանից շատ քիչ է երևում, ավելի սիրուն է։ Առաջին ստուդիայում է Սյուզաննա Մելքոնյանը, ողջույն։ Ողջույն։ Եվ բարի գալուստ առաջին ստուդիա։ Շնորհակալ եմ։ Դու ես իմ հոգին։ Արամ Ավագյանի երգն ես կատարել։ Ով ընտրեց երգը, սկսենք դրանից։ Իրականում ես շատ ուրախ եմ, որ հենց այս թեմայում եմ ընդգրկվել որպես երգչուհի, որովհետև շատ ինձ մոտ են այն հույզերը եւ այն երաժշտությունը, որ Արամ Ավագյանն է ներկայացրել։ Սկզբում այլ երգ պետք է լիներ, իրականում, բայց իմ ընկեր Արտուրը տաղանդաշատ հասկացավ, որ չէ։ Այս երգը ավելի ճիշտ կլինի այս պարագայում, բայց պիտի նշեմ, որ հոգուս խորքում երկու երգի միջև էի տատանվում, որից մեկը հենց դու ես իմ հոգին երգն է։ Արտուրը պնդեց, փաստորեն։ Այո։ Մենք ընդհանուր հայտարարի եկանք։ Ու կարծում եմ շատ կարևոր է, որ երկու մարդ, ովքեր երաժշտության շրջանակներում աշխատում են միասին, շատ ընդհանուր գծեր ունենան ու դա միայն արդյունքը ավելի լավն է դարձնում։ Դե ուրեմն առաջին էմոցիան առաջին ստուդիայում այ հետաքրքիր է։ Ինչպես ասում են, վերջապես ես էլ հասա առաջին ստուդիա, միշտ հետևել եմ անկեղծ։ Այն
պրոյեկտներից է մեր երկրում, որը բերեց կարծում եմ նորություն։ Եվ հին երգերի, եւ նոր երգերի, եւ հին սերնդի, եւ նոր սերնդի, այսպես անընդհատ միքսով է զբաղված այս պրոյեկտը, որը կարծում եմ ստացված է։ Դե ինչ ասեմ, ընկերներս են աշխատում այստեղ, մարդիկ, որոնց վաղուց գիտեմ, ճանաչում եմ, ու շատ կարևոր է, որ մեր ոլորտում ցանկացած պրոյեկտում հանդիպում են մարդիկ, ովքեր իրար իսկապես շատ հարգում են եւ սիրում են եւ գնահատում են ամենակարևորը երաժշտության շրջանակներում, դա եւս շատ կարևոր է։ Այստեղ կարծում եմ մի մթնոլորտ կա, որ հավաքվում է լավ իմաստով, եւ էմոցիոնալ, եւ երաժշտական ու դիսցիպլինան շատ բարձր մակարդակի վրա է։ Դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, այո։ Դրա համար արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ինչ ունենք։ Լավ բաներ։ Լավ, առաջին ստուդիային հետևում ես, ինչքան հասկացա, ֆավորիտ ծրագիր կա, որ, չգիտեմ, առավել եւս հավանում ես։ Այո, իմ ընկեր Վիգենի կատարմամբ Հովսեփյան շատ սիրում եմ, իր կատարմամբ սիրում եմ երգը, որ ինքը կատարել է առաջին ստուդիայում, իմ մեքենայում լսվող երգերի շարքում է այդ երգը։ Հենց առաջի ստուդիայի շրջանակներում վերարտադրված, այսպես ասած, մշակված, կարծում եմ շատ ստացված է։ Հենց երևի ամենակատարումն է առաջին ստուդիայի շրջանակներում, որ մինչև օրս իմ մեքենայում ես միշտ լսում եմ։ Թարապես cover-ներին ոնց ես վերաբերվում։ Եթե այդ cover-ը տվյալ արտիստի, ինչպես ասում են, հակով է, ինչպես guest-ը, եւ կարողանում է ճիշտ փոխանցել, ճիշտ կետեր, գծեր գտնել, կարծում եմ լավ է, բայց ես հանդիպում եմ երբեմն cover-ի տեսակների, որ մտածում եմ ինչու էս մարդ օրինակ ձեռք տվել էս երգին, որովհետև երաժշտական ականջով անգամ լսում եմ, որ իրենը չէ։ Շատ կարևոր է, որ նախ դժվար է ընդհանրապես cover երգելը, հատկապես այնպիսի երգեր, որոնք աշխարհահռչակ են, մարդկանց ականջին նստած են, հեղինակների կատարումները կան, չէ, հեղինակ կատարողներ հատկապես։ Եթե արդարացվում է, եթե հասնում է տեղ, հուզում է եւ այն դետալները, որոնք ընտրված են cover-ի շրջանակներում համոզիչ են, միանշանակ շատ լավ, բայց կա եւ սա եւ սրա հակառակը։ Կամի Ֆրենցետ, Փաստոն վաղուցանց եք ծանոթ։ Այո։ Բայց համենայն դեպս աշխատանքի ընթացքում կային, չգիտեմ, խոչընդոտներ, բարդ պահեր։ Այո, իհարկե։ Ահա, այդ Ընդհանրապես լավ բան ստանալու համար կարծում եմ միշտ այդ բարդությունները անպակաս են ու իմ փորձով էլ գիտեմ, որ հեշտ չի լինում։ Լավ արդյունքի դժվար է հասնում։ Ու տարի պահով, գիտեմ, հետարքիր բանոն ես պատմելու։ Նախ ասեմ, որ պիտի խոստովանեմ ստուդիայում էլ Արտուրին ասացի, որ այս երգը երևի թե իմ երգացների շարքում ամենաբարդ երգերից մեկն է եւ էմոցիոնալ դաշտի առումով եւ տեխնիկապես, որովհետեւ մարդիկ հետո այս ամեն ինչը աուդիո տարբերակով են, չէ՞, լսել, օրինակ ինչպես ես իմ ընկերոջ կատարումը եւ շատ կարեւոր է այդ ամեն ինչը մեկում պահպանել էմոցիոնալ դաշտը, բայց տեխնիկապես երաժշտական առումով սարսափելի դժվար էր, ու գիտեք, ոչ թե դժվար էին ֆորտեները կամ ցածր նոտաները, այլ այնտեղ կամ մեկ ու, այդ ուն այս ամեն ինչը մի քանի տարբեր տեղերում իր բնականon զարգացումը ունի երգի մեջ ու պահել ճիշտ տեխնիկապես ու տալ այդ ուի միջոցով էմոցիա, այդ ամենաբարդն է եղել ինձ համար, բայց ես միշտ ասում եմ, Արտուրի հետ ինձ շատ հաճելի է միշտ աշխատել, ինքը կարողանում է հասկանալ վոկալիստին, վոկալի տեսանկյունից ինչ է պետք։ Այդ շատ կարևոր է։ Պիտի ցավով նշեմ, մեր երկրում կան մարդիկ, ովքեր ուղղակի իրենց գործն են այդ բանին անում, բայց շատ կարևոր է էմոցիոնալ դաշտը կարողանալ երգչի բացել, որպես ինքը կարողանա մտնի այդ աշխարհ, կատարի եւ դուրս գա։ Այո։ Ստացվեց։ Այ կարևոր ֆրազա։ Դժվար, բայց ստացվեց։ Ստացվեց։ Բայց գիտեք ինչպես Արտուրը շատ էսպես տեսավ, որ
մի պահ կար արդեն իսկապես խառնվել է, որովհետև ես մաքսիմալիստ եմ, ինձ մոտ կամ պիտի ստացվի, կամ պիտի չստացվի, այդ միջին բաները չեմ սիրում ու տեսա, որ արդեն կործանվում եմ էմոցիաներից մեջ, որովհետև ուղակի կենտրոնացել եմ այդ ուի վրա ու դե ինչքան կենտրոնանում ես, այնքան չի ստացվում։ Քակապենս։ Եվ շատ կարևոր մի արտահայտություն արեց, ասեց Սյուզ, ուրեմն լսիր, եթե դու պրոֆեսիոնալ ես, դու պիտի սա անես, վերջ։ Սառը ցնցուղ էր այդ ինձ համար ու շատ կարևոր է որ հենց այդ անգամ էմոցիոնալ կետում քեզ կարողանա հավաքող մարդ լինի, այդպես անգամ սառը ցնցուղի տեսքով ու ստացվեց, ինչի համար շնորհակալ եմ։ Սարմանալի աշխարհ ծովերով կյանուսար եւ այս ամենը ստեղծվել է մեզ համար ու մենք սավառնում ենք հրաշքում այս իրական մի պահ թվում է երգն է լսվում անգամ թող սերը մեր համար մեզ հետ ապրի երկար չէ որ ծնվել հավերժ ես քեզ համար մեր սերն օրնով